ենք ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանին, բարև ձեզ պարոն Մկրտչյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք անկանխիկ եղանակով վճարումներից հետ վճար տրամադրելու ծրագրի մանրամասներից, պարոն Մկրտչյանը կներկայացնի, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ներկայացնեմ նախորդային կառավարության կողմից ընդունված անկանխիկի առկա քարտերով կատարվող անկանխիկ գործարքներից յետ վերադարձի միջոցառման մասին մանրամասները։ Միջոցառումը նախատեսվում է այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ունեն առկա քարտեր թողարկված եւ առկա քարտերով իրականացնում են գնումներ, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման եւ միջոցառումը նախատեսում է նախորդ ամսվա կատարած գնումների 2%-ի չափով, որոշակի ամսվա 25-ը յետ վերադարձի մեխանիզմ, այսինքն փաստացի մարդկանց համար, այն մարդկանց ֆիզիկական անձանց, ովքեր որ ունեն առկա քարտեր եւ առկա քարտերի միջոցով առկա վճարահաշվարկային համակարգում իրականացնում են գնումներ, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում 2% հետ վերադարձ է նախատեսում իրենց իրականացված գնումներից։ Սահմանափակումները վերաբերում են հետեւյալին. գործարքների գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ եւ ավել գնման դեպքում, գործարքի դեպքում եւ մի գործարքի դեպքում առավելագույն յետ վերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի համար սահմանային չափ է սահմանված 60000 դրամ։ Այսինքն 3 միլիոն դրամ գնման սահմանափակում է դրած, որի դեպքում 2%-ը կազմում է 60000 դրամ։ Որոշակի սահմանափակումներ կան նաև թե այն ծառայությունները, որոնք որ չեն մտնում այդ ձեռք բերվող ծառայությունների մեջ, որոնց համար հետ վերադարձ չի նախատեսված, ես կնշեմ, որոնք են այդ ծառայությունները, օրինակ տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետ վերադարձ նախատեսված չէ, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներից նույնպես նախատեսված չէ, կար բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները, դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակների, կրիպտոդրամապանակների եւ այլ կրիպտո ծառայություններ, ինչպես նաեւ ազարտային խաղերի եւ բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, թանկարժեք կարերի եւ մետաղների առքու վաճառք, այս են խումբն է, որոնք որ ծառայությունները, որոնց ծառայությունների ձեռքբերման դեպքում հետ վերադարձ անկանխիկ եղանակով կատարված վճարումներից յետ վերադարձ նախատեսված չի, նաև դրանց մեջ են մտնում ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկող ֆինանսական ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարները, դրանք նույնպես սահմանված են բացառությունների մեջ, ինչպես նաև օրինակ ֆինանսական ծառայություն, որևէ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության դիմաց ձեր վճարումը անկանխիկ եղանակով չի առաջացնելու յետ վերադարձ։ Բանկային, օրինակ, որևէ գործարքի դիմաց ինչ-որ վճար կամ ինչ-որ բանկային այլ ծառայություն։ Ինչպես նաև առկա նվեր եւ մեկանգամյա օգտագործման քարտերով կատարված գործարքների համար։ Այսքանը Շատ լավ, մի ճշտում քարտերի հետ կապված սոցիալական ցանցերում այսպես թյուրըմբռնում կա համակարգին միացած թե հենց կոնկրետ առկա քարտերի մասին է խոսքը, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեն Visa, Master քարտեր, դրանց չի վերաբերում, բացառապես քարտի վրա պետք է գրված լինի առկա քարտ։ Այո, այս պահին համակարգը, քանի որ այնպես է միջոցառումը նախատեսված, որ պետք է առկա քարտերով իրականացվի անկանխիկ գործարքը, բայց նախատեսած է հնարավորություն, որովհետև ներկայումս գործընթացներ են տեղի գնում, որով որ հնարավոր է թողարկվեն համատեղ քարտեր, co-badge կոչված անգլերեն տերմինաբանությամբ, այսինքն օրինակ
master քարտը կարող է արքայի հետ ունենալ համատեղ թողարկած քարտ, եթե թողարկեն, ապա այդ քարտերով կատարված անկախիկ գործարքների դեպքում եւս իրականացնելու է անկախիկ գործարքներից յետ վերադարձ այն նախորդ մեխանիզմով, ինչը որ ես նշեցի։ Այս պահին փաստացի խոսքը միայն վերաբերվում է արքա քարտերով իրականացվող գործարքներին։ Իսկ մոտավոր պատկերացում ունենք, թե այս պայծրությամբ քանի մարդ ունի արքա քարտին շահառուների մասն է խոսքը։ Մոտավորապես պատկերացումը կա, արքա քարտերի ունեցողների քանակի վերաբերյալ տվյալներ կան, այստեղ երկու տարանջատում պետքա ունենանք, կան արքա քարտ ունեցող ֆիզիկական անձինք եւ կա նաեւ տենց թիվ եւ կա ֆիզիկական անձանց թիվ, որովհետեւ հնարավոր է որ մեկ ֆիզիկական անձը մի քանի արքա քարտ ունենա, թիվը վերջին տվյալներով քարտերի թիվը 500,000-ի կարգի է, շուրջ 500,000 քարտերի թիվը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն վիզա կամ մաստեր քարտ, իրենք կարող են դրան զուգահեռ հիմա գնալ եւ նոր արքա քարտ վերցնել, եթե իրենց բանկը ունի արքա քարտ թողարկող։ Այո, կարող են ունենալ նաեւ արքա քարտ եւ արքա քարտով իրականացվող անկախիկ գործարքների դեպքում այն մեխանիզմը, ինչը որ նախատեսված է միջոցառմամբ, կստանան հետ վերադարձ 2%-ի չափով նախորդ ամսվա կատարած ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներից։ Այդ դեպքում, եթե սահմանափակում չկա, ցանկացած անձ կարող է ձեռք բերել արքա քարտ եւ օգտվել այս հնարավորությունից, ինչով է պայմանավորված, որ վիզան եւ մաստերը չի ներառվել։ Տեխնիկական հարց է։ Հետևյալով է պայմանավորված, քանի որ երբ վերադարձ 2%-ի վճարումը իրականացվելու է 2%-ի 1%-ը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1%-ը վճարվելու է Armenian Card փակbaşնետիրական ընկերության միջոցների հաշվին եւ այնպես է համակարգը կառուցված, որ 1% իրենց կողմից, ընկերության կողմից եւ 1% պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման դեպքում այդ է պատճառը, որ արքա քարտերն են այս պահին ներգրավված ծրագրում։ Շատ լավ։ Իսկ թոշակառուների քարտերը հիմնականում առկա են, ես ուսումնասիրեցի իմ շրջապատում կենսաթոշակ ստացող անձանց քարտեր, ամեն դեպքում կային քարտեր, որոնց վրա վիզա էր գրված։ Այսինքն դա ենթադրում է, որ կլինեն թոշակառուներ, որոնք չեն կարողանա, չէ, օգտվել, իրենց անհրաժեշտ կլինի արքա քարտ։ Ինչպես նշեցի, միջոցառումը աշխատում է արքա քարտերով քարտապանների ֆիզիկական անձանց դեպքում։ Մեր այն թոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են արքա քարտերով, այդ քարտերով իրականացված անկախիկ գնումներից յետ վերադարձի մեխանիզմը առաջարկող միջոցառումը իրենց վրա կտարածվի։ Այն թոշակառուները, որոնք որ իրենց թոշակը ստանում են վիզա կամ մաստեր քարտերով, իրենց վրա դա չի տարածվի։ Շատ լավ, մեր առցանց հարցերից հնչեցնեմ, հանրային ռադիոն է հարց ուղարկել, ընդհանուր կարծես քարտերի թվին էր վերաբերում, մենք նշեցինք 500,000 քարտ եւ 500,000 քարտի հետ կապված մենք ունենք մանրամասներ տվյալներ, թե ինչ շրջանառության մասին է խոսքը կամ քանի տոկոսն է ակտիվ, չգիտեմ, այսպիսի բան։ Նման ցուցանիշներ առկա են, բայց նման ցուցանիշներին ավելի ճիշտ կպատասխանի Կենտրոնական բանկի մեր գործընկերները, այս պահին ձեռքից տակ տեղեկատվությունը առկա չէ, կան նման ցուցանիշներ, թե ինչ շրջանառու միջոցներ են շրջանառվում առկա քարտերով, որոնք որ կան, շուրջ 500,000։ Շատ լավ, կրկին հանրային ռադիոից խնդրում են ճշտել, թե Հայաստանում առկա ընդհանուր քարտերի քանի տոկոսն է կազմում այս 500,000-ը։ Այսինքն առկա քարտերը ընդհանուր քարտերի մեջ քանի տոկոսն է կազմում։ Տոկոսը չեմ կարողանա ասել, քանի տոկոսն է կազմում, որովհետև հենց այդ նույն վիճակագրությամբ, որովհետև կարող է նույն մարդը ունենալ մի քանի քարտեր եւ մի քանի արքա քարտեր եւ մի քանի մաստեր կամ վիզա քարտեր եւ ընդհանուրի մեջ պետք է հասկանալ անձի հաշվով տոկոսն են հարցնում, թե հարցնում են ընդհանուր քարտերի մեջ ուղղակի քարտերի տոկոսը, որը որ կարծում եմ երկու տվյալներ պետք է լինի, որպեսզի օբյեկտիվ պատկեր ստացվի։ Շատ լավ, հաջորդ հարցը Arminfon է ուղարկել, արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել, որպեսզի առկա քարտի սպասարկման գները կամ առկա քարտի գները, գումարները չբարձրացվեն։ Այդ հարցի հետ կապված կարող եմ պատասխանել, որ սույն միջոցառումը չի վերաբերվում
գների կարգավորման հետ կապված եւ չի կարգավորում նման հարաբերություն, սույն միջոցառումը վերաբերվում է անկախիկ եղանակով գնումներից յետ վճարին եւ կարծում եմ, որ գների հետ կապված հարցը առանձին քննարկման առարկա է, լավ կլինի, որ մեր կենտրոնական բանկի գործընկերները այդ հարցին պատասխանեն։ Շատ լավ, մյուս հարցը արդյոք կխնդրեն հստակեցնել, թե on-line առևտուրը մտնելու այս քեշբեքի ծրագրի մեջ, օրինակ միջազգային մարքեթփլեյսները կամ տեղական խանութները, սուպերմարկետները կլինեն։ Ինչպես ես նշեցի, Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կազմակերպություններից կատարվող գնումների վրա է տարածվում։ Եթե այն on-line մարքետները, որոնք որ ունեն ռեզիդենտ ընկերություններ գրանցված եւ նրանց միջոցով է իրականացվում գործարքը, ապա այդ դեպքում ներառվելու է։ Շատ լավ, ընդհանուր առմամբ այս նախաձեռնության նպատակը ո՞րն է, ինչ է տալու սա պետությանը, թե արկա քարտերի, չգիտեմ, լայն շրջանառության մեջ դնելու տեսանկյունից, թե on-line գնումները ավելի այսպես թափանցիկ դարձնելու տեսանկյունից, ինչ է տալու պետության եւ մյուս կողմից ինչ է տալու շահառուներին։ Նպատակը միջոցառման անկանխիկ գործարքների խթանումն է, ինչպես նաեւ անկանխիկ եղանակով իրականացվող գործարքներից նաև հասարակության մեջ այդ ֆինանսական թվային գիտելիքների զարգացումը եւ ապահովումը, ինչն էլ իր հերթին որպես դրական ազդեցություն կունենա, որ ծառայությունները եւ ապրանքները գնորդի տեսանկյունից կլինեն 2% ավելի ցածր գնով հաստացի։ Իսկ մենք ինչպիսի դինամիկա ունենք անկանխիկ գնումների։ Ինչ է նշանակում, ինչպիսի։ Նկատի ունեմ վերջի տարիներին նկատում եք, որ քարտով կատարված գնումները անկանխիկ գնումները աճում են, այո։ Նմանատիպ գործիքակազմերի շնորհիվ, թե ինչի շնորհիվ։ Նաև դուք գիտեք, որ անկանխիկի դեպքում որոշակի ծառայություններ, որոնք որ որոշակի ծրագրեր, որոնք որ իրականացվում են խթանելու անկանխիկը, օրինակ թոշակառուներին տրվող կենսաթոշակի կամ նպաստառուներին տրվող նպաստներին քարտերով իրականացող անկանխիկ գործարքների դեպքում գործում են նաև յետ վերադարձի այլ մեխանիզմեր, որը որ կառավարությունը իրականացնում է եւ դրանք այդ բոլոր միջոցառումները իրար հետ խթան են հանդիսանում, որպեսզի անկանխիկ գործարքների քանակը ավելանա։ Հարցը Armenian TV ժամանրատվական նախորդ տարվա ընթացքում հաճախակի են տեխնիկական խնդիրներ տեղի ունենում արկա համակարգի հետ կարող եք ասել, որ այդ տեխնիկական հարցերը լուծված են, հաշվառելով, որ բավականին հոսք է սպասվում դեպի արկա եւ ծանրաբեռնվածությունը կավելանա։ Տեխնիկական խնդիրներ ցանկացած համակարգում հնարավոր է որ տեղի ունենան, պայմանավորված այն տվյալների հոսքով, որոնք որ միաժամանակ տեղի ունենում, սակայն մեր Armenian Card ընկերության բաժնետիրական ընկերության գործընկերները հավաստիացրել են, որ մաքսիմալ ջանքեր կգործադրվեն, որպեսզի տեխնիկական խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Իսկ իհարկե կենտրոնական բանկի նախագահ կառավարության նիստում հորդորեց քաղաքացիներին, որ հունվարից միանգամից չգրով են այս քարտերը ձեռք բերելու համար, բայց մոտավոր պատրաստ ենք մենք հոսքին ընդհանուր առմամբ տեխնիկական։ Ընդհանուր առմամբ հոսքին պատրաստվածություն առկա է, բայց ինչպես կենտրոնական բանկի նախագահն նշեց, որ մենք նաև հորդորենք, որ այդ ամեն ինչը տեղի չունենա մեկ օրում եւ միևնույն ժամին։ Պետք է պլանավորել եւ հնարավորինս, այսպես ասած, դիմելիության իմաստով կարգավորել, որպեսզի միաժամանակ բոլորը տեղի չունենան։ Այսինքն, եթե պայմանական ասած միաժամանակ բոլոր քաղաքացիները փորձեն ձեռք բերել արկա քարտեր, միգուցե մի քիչ ժամանակի ընթացքում տևողության իմաստով դանդաղում տեղի ունենա, պայմանավորված, որ մեծ հոսքի դեպքում 2-3 օրը ինչպես նշվեց կառավարության նիստում, որ քարտի տրամադրումը տեղի է ունենում, միգուցե այդ ժամկետը մի քիչ երկար է։ Իհարկե նշեցիք, որ հաջորդիվ հնարավոր է համատեղ քարտերի թողարկում, լավարկումների անհրաժեշտությունը ձեզ առաջիկայում կլինի ծրագրի հետ կապված, միգուցե ծախսելու ուղղություններ ընդլայնվեն, միգուցե քարտերի առումով ավելի ճկուն մեխանիզմներ լինեն, քանի որ սա մեկնարկային է։ Քանի որ առաջի անգամ է իրականացում նման միջոցառում, նախատեսում ենք, որ որոշակի պարբերականությամբ մոնիտորինգի կենթարկենք
համակարգը եւ եթե ընթացս առաջանան խնդիրներ կամ հնարավոր բարելավումներ, ապա մենք այդ բարելավումները կիրականացնենք եւ մոնիտորինգի արդյունքներով բարձրացված խնդիրներին լուծումներ կտրվեն հնարավորինս արագ։